Adobe Illustrator-ի նոր տարբերակում նաև ավելացվել է Prompt to Edit հնարավորությունը, որը թույլ է տալիս Text to Vector հրամանով ստեղծած նկարները փոփոխել կամ ավելացնել որևէ օբյեկտներ տվյալ ոճի մեջ։ Մինչև այդ նոր հնարավորությանը ծանոթանալը, եկեք տեսնենք, թե մեր home screen-ում ինչպիսի փոփոխություններ են եղել կապված Firefly-ի և արհեստական բանականության հետ։ Դուք տեսնում եք, որ այժմ անմիջապես այս home screen-ից մենք հնարավորություն ունենք ստեղծել որևէ նկարներ կամ ստեղծագործություններ համապատասխան օգտագործելով այս հնարավորությունները։ Եթե օրինակ մենք այստեղից ընտրենք Start with Color Palette այս նկարը, որտեղ դուք տեսնում եք prompt-ը արդեն այստեղ կա, և տանք Generate, ապա մեր մոտ կբացվի Firefly Workspace-ը և այստեղ դուք կարող եք տեսնել, որ այժմ ի համապատասխան այդ prompt-ի մենք կստանանք նկար, որը կիրականացվի այս ոճի մեջ։ Այժմ դուք տեսնում եք, որ մենք ստացանք այդ նկարը համապատասխան այս ներքևում գրած prompt-ի։ Եթե մենք այստեղից տանք Download, ապա download կանենք այս նկարը, եթե սեղմենք ենք Open in Firefly Web, կբացվի Firefly Web-ի հավելվածում, իսկ եթե մենք տանք Open in Editor, ապա այս նկարը կհիշվի մեր CC գրադարանում, այն կբացվի անմիջապես Illustrator-ի աշխատանքային տիրույթում, որտեղից մենք կարող ենք նրա հետ աշխատել։ Սեղմենք Home-ի վրա և վերադառնանք մեր հիմնական աշխատանքային տիրույթը, որտեղից ներքևից եկեք բացենք նոր դոկումենտ։ Երբ որ մենք կվերադառնանք մեր հիմնական աշխատանքային միջավայրը, ապա այստեղից դուք տեսնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Generate Vector հրամանը և աշխատելով այս նկարների հետ, օրինակ մենք կարող ենք ընտրել որևէ մի նկար, որտեղ արդեն գրված է prompt-ը, այստեղից էֆեկտներից ընտրենք օրինակ Flat Design-ը կամ Style Reference-ից նաև կարող ենք ընտրել որևէ մի, ենթադրենք հայկական նախշ, որպես ոճ։ Այստեղ կարող ենք տալ միջինը, նմանությունը, որը կարող է ստեղծվել այս ոճի համապատասխան, և այստեղից ընտրելով, թե որ արհեստական բանականություն ենք ուզում օգտագործել, եկեք ընտրենք Firefly Vector 4-ը։ Եվ այստեղից եկեք տանք Generate։ Դրանից հետո մեր մոտ կստեղծվի տվյալ վեկտորական պատկերը, և եթե մենք այժմ ընտրենք մեր պատկերը, այստեղից դուք տեսնում եք, որ մեզ տրվել է 3 հատ տարբերակ, ակտիվացնելով նրանցից մեկը մենք այստեղ կարող ենք տեսնել, որ ունենք Prompt to Edit հնարավորություն, երբ որ մենք այն ակտիվացնում ենք, մենք այժմ կարող ենք ավելացնել որևէ մի հուշում և ստեղծել որևէ օբյեկտներ կամ փոխենք նկարի մեջ որևէ մի դետալ և այն կիրականանա այս նկարի ոճի մեջ։ Օրինակ, եթե մենք այստեղ ավելացնենք ավելացնել աղվես, Add a fox in front of tiger, այսինքն վագրի դիմաց և տանք Generate, ապա դուք կտեսնեք, որ այժմ կստեղծվի մեր աղվեսը համապատասխան այս նկարի ոճին, որը մեզ թույլ է տալիս կատարել փոփոխություններ տվյալ նկարում։ Այս նոր հնարավորությունը թույլ է տալիս ավելացնել և կատարել փոփոխություններ տվյալ նկարի ոճի մեջ, կամ մենք կարող ենք նաև այստեղ ավելացնել որևէ մի ոճ։ Այս հնարավորությունը, որը կոչվում է Prompt to Edit, ավելացվել է Adobe Firefly-ում և Adobe Illustrator-ում, որը թույլ է տալիս արագ խմբագրել մեր նկարները, որոնք ստացվել են Text to Vector հրամանից արհեստական բանականության օգնությամբ։